Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ շարունակվում է նախընտրական քարոզարշավը։ Այս ընտրություններում առաջադրվել է 19 քաղաքական ուժ, 16 կուսակցություն եւ 3 կուսակցությունների դաշինք։ Այսօր քարոզարշավի 12-րդ օրը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շարունակում է քարոզարշավը իրականացնել Լոռու մարզում։ Տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսով մենք այժմ գտնվում ենք Օձուն համայնքում։ Այս պահին ես պատրաստվում եմ զրուցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, պարոն Պապիկյան, նախ շնորհակալ եմ հնարավորության համար եւ ձեր գնահատական ընդհանուր քարոզարշավի հետ կապված, արդեն 12-րդ օրն է, տարբեր համայնքներով հանդիպումներ եք ունենում քաղաքացիների հետ, դուք նաեւ առանձին եք քարոզարշավ իրականացնում, ինչպիսին է ձեր գնահատական։ Շատ դրական, շատ ջերմ, շատ բուռն։ Քաղաքացիների առաջնահերթ պահանջը ո՞րն է ձեզանից։ Քաղաքացիների առաջնահերթ պահանջը խաղաղությանը տեր լինելու, խաղաղությունը վերջնական դարձնելն է։ Այն ինչ իրականում մենք ենք իրենցից պահանջում, որ տեր լինեն։ Կարծում եմ հասարակությունը, հայ ժողովուրդը թույլ չի տալու, որպեսզի եռագլուխ պատերազմի կուսակցությունը ձախողի Հայաստանում խաղաղությունը։ Վտանգված է այսօր խաղաղությունը, այո։ Հենց նրանց կողմից։ Նրանց կողմից է վտանգը, այլ վտանգ չկա։ Այդ առումով ինչպիսի ռիսկի առջև եք մենք կանգնած, պարոն Պապիկյան, նկատի ունեմ օրինակ, եթե վերաբերում է նրան, եթե Հայաստանի Հանրապետությունում լինի իշխանափոխություն եւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը կամ դրանց մասերը գան իշխանության, ամեն ինչ գլխի վայր շրջվելու է։ Պարոն Պապիկյան, եթե թույլ կտաք ցիտեմ, հենց մասնավորապես նույն ձեր նշած եռագլուխ կուսակցության առաջնորդներն ասում են, որ սա իշխանության մանիպուլյացիան է, սպառնալիքն է ժողովրդին, որ այդ տեսեք, եթե մենք չլինենք իշխանության, խաղաղություն չի լինի։ Խաղաղության պայմանագիրը արժանապատիվ չէ, այն պիտի դարձնենք արժանապատիվ, պիտի երաշխավորներ բերենք։ Տարբեր երկրների անուններ են ասում։ Այսինքն դրա ձախողելը ո՞նց է ալնում։ Այսինքն ո՞նց ձախողեն։ Դա նշանակում է փաստացի ռազմական գործողությունների հնարավորության մեկնարկ։ Ու վերջ։ Ինչ պետք է անենք այդ դեպքում, ինչ եք կարծում։ Հունիսի 7-ին գնանք ընտրատեղամասեր եւ ընտրենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, համար 16-ին։ Պարոն Պապիկյան, իսկ մայիսի 28-ին, քանի որ բավականին մեծ շքերթ է սպասվում, խնդրում եմ, կարող եք մի փոքր մանրամասներ ներկայացնել, ինչին է ականատես լինելու քաղաքացին։ Ուրեմն մայիսի 28-ին ցուցադրվող սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան, բանակի արդիականացումը, դա խաղաղության հավելյալ երաշխիքի բաղադրիչ է, բայց միայն հույսը դնել բանակի վրա, դա մեզ տանելու է սխալ ճանապարհով։ Այդ իսկ պատճառով մենք ցույց ենք տալի հասարակությանը, որ բացի խաղաղության հասնելու տեսանելի գործողություններից, մենք նաև ուժեղացնում ենք մեր բանակը, որ որևէ մեկը գայթակղություն չունենա մեր երկրի վրա հարձակվելու։ Նոր զինատեխնիկաներ ենք այսինքն մենք նաև տեսնում։ Ամբողջությամբ նոր։ Ամբողջությամբ։ Ամբողջությամբ։ Կարող եք մանրամասներ մի փոքր ասել, թեպետ մանրամասները, որ հիմա ասեմ, մայիսի 28-ին հետաքրքիր չի լինի։ Շատ է։ Պարոն Պապիկյան, քանի որ վարչապետ Փաշինյանն նաև հայտարարել էր Ֆրանսիայի մասով, հա, այսինքն հնչում էին քննադատություններ, թե ինչ է արել Մակրոնը Հայաստանի համար, ինչ է արել Ֆրանսիան Հայաստանի համար, վարչապետը հայտարարել էր մայիսի 28-ին կտեսնենք, այսինքն կարող է Մայիսի 28-ին կտեսնենք եւ ֆրանսիական եւ այլ երկրների արտադրանք, կտեսնենք Հայաստանի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շուկաների դիվերսիֆիկացիան։ Պարոն Պապիկյան, հայկական ռազմաարդյունաբերության նմուշները, կարճ ասած մենք ցուցադրելու ենք հիմնականում այն ամենը, որ գնվել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունների ժամանակահատվածում 8 տարիների ընթացքում ու չի ցուցադրվել, բայց առյուծի բաժինը 2023-ից 25 թվականին բաժին ընկնող հատվածն է, որ ընթացքում ես եղել եմ պաշտպանության նախարար։ Պարոն Պապիկյան, տեսեք, մի քանի հարց ունեմ ձեզ նաև թե որպես նախարար, թե որպես քաղաքական թիմի անդամ, մասնավորապես օրինակ նույն ծառայության հետ կապված, երբ որ 2 տարին դարձվեց 1.5 տարի, հիմա նույն այդ եռագլուխ կուսակցության այսպես առաջնորդները հայտարարում են, որ դա բանակի թվակազմի կրճատման միտում ունի եւ բավականին վտանգավոր ռիսկային քայլ է։ Ասում են մենք ետ ենք շրջելու այդ անիվը, հա, այսպես ասած, եւ կրկին ծառայությունը դարձնելու ենք 2 տարի։ Դա էլ է ժողովրդի ընտրության հարցը, թող ժողովուրդը որոշի։ Ուզում են հետ վերադարձնենք 2 տարի, թե պահպանենք այն, ինչին մենք հասել ենք։ Իսկ մենք դա արել ենք հիմնավոր հաշվարկներով։
Այսինքն թվակազմի առումով մենք այս դեպքում որևէ խնդիր չենք ունենալու, այո, հաստատենք։ Մենք դա արդեն արել ենք ու արել ենք հիմնավոր։ Բայց ես ձեզ պիտի շտկեմ, որովհետև պատերազմի եռագլուխ կուսակցություններից մեկի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը երեք ասում էր, որ այդքան էլ վատ չի 1.5 տարի, կարելի է 1.5 տարով նորմալ բանակ ունենալ, բայց իրենց ֆրակցիան կողմ չէր քվեարկել օրենքին։ Այո, բայց մինչև այդ էլ հայտարարում էին, որ սա միտումնավոր արված քայլ է։ Բա հիմա ինչ են համաձայն, թող իրենք էլ ասեն, որ դարձնելու են 2 տարի, ինչի չեն ասում։ Կամ կողմ քվեարկեին։ Մի քանի դեմք ունեն ուղղակի իրենք։ Պարոն Պապիկյան, հեղինակավոր միջազգային լրատվականի կողմից հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը հանդիսանում է ռուսական FSB ծառայության գործակալը։ Ես ուզում եմ այս առումով էլ նաև ձեր կարծիքը լսել, այսինքն քանի գնում է, այսպես ասած, նաև գրքերը թեժանում են։ Հաստատվեց այն, ինչը առանց այդ էլ ակնհայտ էր։ Նա արձագանքել է, ասում է, սա իշխանության հետագա հերթական Ես ներողություն եմ խնդրում բառացի ուղակի, հա, ցիտեմ կանխավ ներողություն եմ խնդրում, ասում է շանտեղ դատի է տալի։ Ոնց շանտեղ չդնենք, այսինքն մեր երկիրը հանձնենք այլ երկրի գործակալի, հայ ժողովուրդը չիմանա ում հետ գործ ունի։ Բա ինչի դատի չի տալի, բա ինչի նորմալ չի հերքում, շանտեղ չդնենք։ Հայ ժողովուրդը քեզ շանտեղ չի դնի ուղակի, այդքան բան։ Ես վստահ եմ, որ այդպես է լինելու։ Իսկ երեք հրապարակված տեսանյութի հետ կապված ինչ կասեք, պարոն Պապիկյան, նկատի ունեմ մասնավորապես դիմակավորված անձանց կողմից, նաև որոնք որ տեսանյութի մեջ արցախցիների բարբառով էին խոսում, սպառնալից հայտարարություններ էին հնչեցնում, թեպետ քրեակամարության շրջանակներում դա կպարզվի, բայց դա հերթական հիբրիդային եւ շատ ուղղակի գրոհ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ սպառնալիք ՀՀ իշխանությունների նկատմամբ եւ մասնավորապես Հայաստանի Հանրապետության վարչապետի։ Իսկ չէ՞ կարծում, որ օրինակ նման ձևով թիրախավորվում են նաև արցախցիները եւ ստացվում է, որ նրանց նկատմամբ ժողովուրդն էլ, հա, այսպես բացասական տրամադրվածությամբ է լցվում։ Իսկ ո՞րն է մեր անելիքը։ Կարծում եմ անելիքը արցախցիներինն է, որովհետեւ օգտագործել արցախցիների գործոնը, նրանց դարձնել քվե ու մանրադրամ, դա իրենք պիտի առաջինը հասկանան ու ընտրություններին քվե տան այն քաղաքական ուժին, ովքեր չեն շահարկում իրենց ներկա վիճակը եւ ընդհակառակը խոսում ենք պարզ ու մարդկանց ասում ենք, որ ապագան Հայաստանի Հանրապետությունում տնավորվել է եւ ապրելն է։ Մենք պարզ ու անկեղծ ենք իրենց հետ։ Ինչ է կարծում, հիմա արցախցիները ունա գտնում են Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ։ Ես չեմ կարող նման գնահատական տալ։ Դե հաշվի առնելով, որ եղել է նաև Արցախի Կարծում եմ ոչ, որ նրան տրապայք ոչ, որովհետև ես շատ արցախցիներ եմ ճանաչում, ովքեր շատ լավ հասկանում են իրավիճակը։ Որ բանակում էլ ունենք շատ լավ սպաներ, գեներալներ, մարդիկ, ովքեր ամբողջությամբ ուղղնծուծով հասկանում են ինչ քաղաքական իրադրությունն է եւ ով են այդ մարդիկ։ Քանի գնում է պայքարը, հա, այսպես ավելի է թեժանում, նաեւ հռետորաբանությունը ավելի կոշտանում։ Այն խոսույթը, որը այսօր մենք տեսնում ենք նաեւ թե վարչապետ Փաշինյանի, թե ընդդիմադիր առաջնորդների կողմից, ինչ է կարծում, սա բովանդակային առումով արդյոք նորմալ է, մթնոլորտային առումով արդյոք նորմալ եւ քաղաքացին այս դեպքում ինչպես պետք է կարողանա ճիշտ ընտրություն կատարել։ Նորմալ էր քարոզարշավի ժամանակ փակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ճանապարհը, լավ, թողնենք մի կողմ քաղաքական գործչին Սուրեն Տաշիրի միջադեպը նկատի ունեք։ Այո, Տաշիրի 2 միջադեպերը։ Դա ինչ է նշանակում։ Այսինքն ով են իրենք ընդհանրապես։ Ես ու ասել եմ դրանից հետո, որ ձեզ քաղաքականապես սատկացնելու եմ, ձեզ ոտատակ եմ տալու քաղաքականապես։ Ես ասում եմ պատասխանատու ու հունիսի 7-ին ես իրենց քաղաքականապես ոչնչացնելու եմ Լոռու մարզում։ Ես դա խոստանում եմ քեզ Սամվել Կարապետյան, կապ չունի քանի երկրի շպիոն, գործակալ, քանի երկրի քաղաքացի կարող եք լինել։ Քեզ սատկացնելու եմ քաղաքականապես։